Կխոսեմ բժշկի կոնսուլտացիայի կարևորության մասին։ Ցանկացած հիվանդության բուժման կարևորագույն նախապայմանը հիվանդության ճիշտ ախտորոշումն է, որը պետք է իրականացվի բժշկի կողմից։ Ճիշտ ախտորոշման համար կարևորագույն նախապայման է պացիենտի հետ բժշկի կոնսուլտացիան և բժշկի կողմից նշանակվող անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունները, որոնց արդյունքի հանրագումարով բժիշկը կատարում է եզրակացություն այս կամ այն հիվանդության առկայության մասին։ Կոնսուլտացիան կարևոր է նրանով նաև, որ հաճախ պացիենտը ունենում է գանգատներ, որոնք առկա հիվանդության հետ նվազագույն կապ ունեն, իսկ բժիշկը լսելով պացիենտի գանգատները լրացուցիչ ճշգրտող հարցերի միջոցով կարող է վերհանել ընդհուպ մինչև լրջագույն առողջական խնդիրներ։ Օրինակ 73 տարեկան տղամարդը գանգատվում է մատերի թմրացությունից, բայց հարցի պատասխանի միջոցով պարզվեց, որ տարիների վերջ տառապում է գիշերային հաճախամիզությամբ, հետևաբար նաև անքնությամբ, դրա պահին զարկերակային ճնշումը 180-100 է և հետևաբար բայց պացիենտը այդ հանգամանքի վրա ուշադրություն ոչ միայն բավարար, այլ ընդհանրապես չէր դարձնում։ Մեկ այլ դեպքում, երբ պացիենտը փորձում է շրջանցել բժշկի կոնսուլտացիան ելնելով տարբեր հանգամանքներից և առաջնորդվելով իրեն անհանգստացնող ախտանիշներից, որոշում է սեփական նախաձեռնությամբ անցնել լաբորատոր գործիքային հետազոտություններ և հետո դիմել բժշկի կոնսուլտացիայի։ Այս դեպքում պացիենտի կողմից կատարված հետազոտության արդյունքները իրականում կարող են բավարար արդյունավետ չլինել թերի և այդ դեպքում անօգուտ, որի դեպքում բժիշկը նորից ստիպված կլինի կրկնակի հետազոտություններ նշանակել, ստացվում է մի դեպքում, որ բժիշկը ստիպված է նորից նշանակել հետազոտություններ, իսկ տվյալ դեպքում պացիենտը նախորդ հետազոտության պայմանավորված, որը այս դեպքում անօգուտ է, կատարել է անօգուտ գումարի ծախս։ Մեկ այլ դեպքում պացիենտը կարող է ոչ միայն ինքնուրույն անցնել հետազոտություններ, այլև որոշել զբաղվել ինքնաբուժմամբ, որը ցավոք բնականաբար բերելու է հիվանդության անցում մեկ այլ փուլի, խրոնիկի կամ մեկ այլ հիվանդության փուլի։ Օրինակ շագանակագեղձի օրինակով բերենք, շագանակագեղձի բորբոքումը հաճախ հանդիպող հիվանդություն է տղամարդկանց պարագայում, պրոստատիտ կոչված է, բայց շագանակագեղձի բորբոքումը պրոստատիտը դա հիվանդության ախտորոշման մեկ անվանումն է, այն ունի 4 դասակարգում, որոնք ինքնանպատակ չեն, քանի որ յուրաքանչյուր դեպքում բուժումը ենթադրում է այլ մոտեցում, օրինակ շագանակագեղձի սուր բակտերիալ բորբոքման դեպքում այլ բուժում է պահանջում, խրոնիկ բակտերիալ բորբոքման դեպքում այլ բուժում, շագանակագեղձի ոչ բորբոքային հիվանդության կամ խրոնիկ կոնքային ցավի դեպքում, որը ենթաբաժանվում է բորբոքային կոնքային ցավ, ոչ բորբոքային կոնքային ցավ և 4-րդ դասակարգումը անախտանիշ շագանակագեղձի անախտանիշ բորբոքում, երբ մարդը գանգատ չի ունեցել, սակայն բիոպսիայով բացահայտվում է պատահականորեն շագանակագեղձի առկա բորբոքումը։ Հետևաբար բժշկի կողմից կոնսուլտացիան չափազանց կարևոր է, մի շրջանցեք այդ հետազոտման այդ էտապը, քանի որ դա կանխորոշում է ձեր արդյունավետ բուժումը։ Եղեք առողջ, հիշեք, որ կանխարգելումը միշտ նախընտրելի է բուժումից, հետևաբար կատարեք կանխարգելիչ հետազոտություններ և եթե կարծում եք, որ այս տեսահոլովակը օգտակար կլինի մյուսների համար, կարող եք կիսվել այս տեսահոլովակով։